Մենք ահազանգ ունենք, որ թիվ 32-ի 39 ընտրական հանձնաժողովի նախագահան դուրս է եկել եւ չի վերադարձել, այս պահին մենք խոսում ենք 32-ի 39 ընտրական տեղամասի նոր հանձնաժողովի նախագահի հետ, բարևձեզ, խնդրեմ ներկայացեք։ Բարևձեզ, Եղիազարյան Վլադիմիր, 32-ի 39 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ։ Շատ լավ, նշեցիք դուք իրավասու չեք պատասխանել հարցին, թե ինչու է փոփոխվել նախագահան եւ ուր է գնացել առաջին նախագահան։ Առաջին նախագահի նշանակված նախագահի վերաբերյալ տեղեկություն չունեմ, հանձնաժողովի կողմից նշանակվել եմ նախագահ եւ հիմա աշխատում եմ բնականոն ռեժիմով։ Բայց որքան ժամանակ է ընտրական տեղամասում մնացել առանց նախագահի միջև ձեր քալը։ Մինչև կարգավորումները լինելը։ Այսինքն ես ներկայացել եմ մոտավորապես 8:45 րոպեի ժամանակ։ Շատ լավ, 9-ին, ժամի 9-ին։ Խոսենք նաև ընտրատարածքում այս ընտրական տեղամասում քանի մարդ ունի ընտրելու իրավունք եւ մինչեւ այս ժամը քանի մարդ է մասնակցել ընտրությանը։ 1785 մարդ կա ընտրողներ, որը հիմա ներկա պահին մասնակցել են 54 անձիկ։ Եվ խախտումներ, բախումներ եղել են, թե չէ այստեղ։ Ոչ, քանի որ ես նոր եմ եկել, մինչև այս պահ ոչ մի խախտում չկա, արձանագրությունները բոլորը նորմալ կատարված են, ընթացքով գնում է իր բնականոն աշխատանքը կատարվում է։ Ինչ ակնկալիքով եք մասնակցում այս ընտրությանը։ Ակնկալիքը ո՞րն է, թակավոր չունեն կը։ Խաղաղության համար։ Չէ, ընտրություն եք կատարելու, բայց ինչ սպասելիքներ ունեք։ Շատ լավ։ 32-ի 39 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի անհետացման ահազանգի պարզաբանման համար մենք այցելեցինք նաև 32 ընտրատարածքային հանձնաժողով, որտեղ մեզ պատասխանեցին իրավասու չեն այլ ինֆորմացիա տրամադրել։ Նախագահը չի ներկայացել նիստին, իրենք էլ արագ որոշում են կայացրել նոր նշանակում կատարելու մասով։ Եղանք նաև 32-ի 29 ընտրական տեղամասում, այստեղ խախտումներ չեն նկատվել, նշեց հանձնաժողովի նախագահը։ Այստեղ իրավունք ունեն վերջին ցուցակներով ընտրվել են 1751 անձ եւ այս պահին ընտրել են 57-ը։